Բարևձեզ Factor TV-ի տաղավարում զրուցելու ենք Միացյալ Նահանգների Լիայի համալսարանի պրոֆեսոր քաղաքագետ Արման Գրիգորյանի հետ, ողջույն, պարոն Գրիգորյան։ Բարևձեզ։ 4 օրն է Իսրայելը եւ Իրանը պատերազմի մեջ են, հրթիռային հարվածներ, դրոնային հարվածներ, ինչ է կատարվում, դուք թեման ուսումնասիրելով, հետազոտելով, որն է գլխավոր հարցադրումը այս բան առանձնացնում, ինչ է կատարվում։ Երկու բանի վրա պետք է ուշադրություն դարձնել թերևս, մեկը երկարաժամկետ կտրվածքով, թե ինչ նպատակներ էր հետապնդում Իսրայելը եւ արդյոք սա ինչ որ երկարաժամկետ քաղաքականության կուլմինացիա էր, եւ երկրորդ ինչը հատկապես ստիպեց հիմա դա անելու եւ ինչ նոր բաներ տեղի ունեցել, որ Իսրայելին դրդեց այդ որոշումը կայացնել հիմա երբ ամերիկա-իսրայելական, ներեցեք իրանական բանակցություններ էին եւ տեղի ունենալու Դե պարզվեց, որ այդ ամերիկա-իրանյան բանակցությունները այնքան էլ լուրջ բանակցություններ չէին, դրանք ավելի շատ մոլորեցնելու նպատակով, մոլորեցնելու մտադրությամբ, Իրանի զգոնությունը բթացնելու մտադրությամբ արված բան են, որի մասին առանձին թերևս արժի խոսել, թե դա այսինքն ինչքանով է սովորական երևույթ միջազգային հարաբերություններում եւ ինչ գին կարժենա դա Միացյալ Նահանգների համար, այդ տեսակ վարքագիծը բոլորովին սովորական երևույթ չի։ Այսինքն անլուրջ process-ի մեջ էր Թրամփը, Այո, այսինքն դա արդեն բացահայտվել է։ Ես ինքս մինչև վերջին օրը չէի հավատում, որ պատերազմ է լինելու, որ Իսրայելը հարձակվելու է, որ նման հավանականություն կա, չնայած շատ լարված մթնոլորտին, սպառնալիքներին եւ այլն, որովհետև մի ամբողջ փաստորեն արշավ էր ծավալված, այդ մոլորեցման արշավ էր ծավալված, որը մոլորեցրեց բոլորին, մասնագետներին, Իրանին եւ այլն։ Ոչ ոք չէր սպասում, օտարերկրյա, մյուս երկրների հետախուզությունների եւ այլն, բոլորը զարմացած էին այդ հարվածից եւ Միացյալ Նահանգների դրանից հետո որտեգրած վարքագծից Կնեք ես ընդհատում եմ, մոլորությունը այն էր, որ ԱՄՆ-ն ասում էր կա խաղաղ լուծում եւ խաղաղ բանակցությունով հնարավոր է, դա էր մոլորությունն այն էր, որ մոլորությունն այն էր, որ այդ տպավորություններ մի քանի հարցերում էին մոլորեցրել։ Նախ տպավորություն կար բավականին երկար ժամանակ, որ շատ լուրջ հակամարտություն կա Տրամփի վարչակազմի ու Իսրայելի միջև այս հարցում շատ լուրջ տարաձայնություններ կան, փոխադարձ մեղադրանքներ, հայտարարություններ, որոնցում տարբեր նախապատվություններ էին արտահայտվում, հարցը լուծելու կապակցությամբ, մասնավորապես Իսրայելը պնդում էր, որ որևէ միջուկային ծրագիր գոյություն ունենալ չի կարող, միակ ընդունելի լուծումը, բանակցային լուծումը կլինի Իրանի միջուկային ամբողջ ենթակառուցվածքի խորտակումն ու ավերումը, իսկ Տրամփի ադմինիստրացիան բավականին աներկիմաստ ձևով հայտարարում էր, որ մենք պատրաստ ենք Իրանի հետ գնալու ինչ-որ համաձայնության, որը թույլ կտա հարստացման որոշ մակարդակ, խաղաղ միջուկային ծրագրի պահպանում, բայց որոշակի վերահսկողությամբ, որ նրանք այդ հարստացման մակարդակը չգերազանցեն, որ նրանք հնարավորություն չունենան ռազմականացնելու իրենց միջուկային ծրագիրը, իսկ մենք գիտենք, որ խաղաղ միջուկային ծրագիր թույլատրվում է բոլոր երկրներին միջուկային զենքի չտարածման այդ պայմանագրի համաձայն։ Ոչ միայն թույլատրվում է, այլ միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող երկրները պարտավորված են նույնիսկ աջակցել այն երկրներին, որոնք ուզում են ինչ-որ խաղաղ միջուկային ծրագիր ստեղծել, խաղաղ ատոմի ծրագիր ստեղծել։ Հիմա այդ առաջինը այդ տարաձայնությունն էր, որը բավականին լրջորեն շեփորահարվում էր, որ Տրամփի ադմինիստրացիան պատրաստ է որոշակի զիջումների գնալ այդ հարցում, կամ ոչ թե զիջումների, այլ պատրաստ է վերադառնալու 13 թվականին կարծեմ կնքեցին այդ պայմանագիրը Օբամայի ադմինիստրացիայի ժամանակ, որ հետո Տրամփի առաջին ադմինիստրացիայի ժամանակ չեղարկեցին։ Այսինքն այն ժամանակ որոշակի վերահսկողությամբ, որոշակի մոնիտորինգի պայմաններում Իրանին թույլատրվել էր միջուկային ծրագիրը զարգացնել, նույնիսկ հարստացման որոշ մակարդակ ունենալ։ Դա տարբեր բաներ էին բանակցվում, ասենք որ այդ հարստացումը կարող է տեղի ունենալ այլ տեղերում եւ այլն եւ այլն։ Պարզվեց, որ դրանք լուրջ բանակցություններ չէին։ Պարզվեց, որ Տրամփի վարչակազմը տեղյակ էր Իսրայելի ծրագրերից, պարզվեց, որ նրանք համագործակցել են, պարզվեց, որ բավականին լուրջ աջակցություն է ստացել Իսրայելը
հետախուզական տվյալների առումով եւ Տրամպը փաստորեն ինքը ասաց համարյա բաց տեքստով ասվեց, որ իրենք տեղյակ էին այդ գործողությունից։ Առաջին օրը ինչ որ կիսատ պրատ հերքեցին, Մարկո Ռուբիոն հայտարարություն արեց, որ մենք տեղյակ չէինք եւ այլն, բայց հիմա բոլորը այն կարծիքին են, բոլորը խոսում են այն մասին, որ դա կոորդինացված ինչ որ բան է եղել, գործողություն է եղել եւ վերջապես ամերիկյան զինված ուժերը ճիշտ է հարձակողական գործողություններին չեն մասնակցել, բայց ապահովել են որոշակի պաշտպանական գործողություններ, հետախուզական տվյալներ տրամադրել, ամերիկյան օդուժը ներգրաված է եղել, ասենք այդ առաջին հակահարվածի այդ բաները հրթիռներն ու դրոնները չեզոքացնելու այդ գործողությունները Իրաքի ու Սիրիայի տարածքում նրանք ներգրաված են եղել, ել չեմ խոսում դիվանագիտական, քաղաքական աջակցության մասին եւ այլն։ Այսինքն սա համատեղ օպերացիա էր, եթե նույնիսկ հիմնական, ասենք, այդ նիզակի ծայրը Իսրայելն էր ու Իսրայելի զինված ուժերն ու հետախուզությունն էին։ Հիմա ինչ վերաբերում է թե ինչու սա տեղի ունեցավ եւ ինչու հիմա։ Երկարաժամկետ առումով սա բոլորովին զարմանալի չի, սա արդեն մի քանի տասնամյակ շարունակվող Իսրայելի քաղաքականության հերթական արտահայտությունն է, հերթական դրսևորումն է, որին հիմնական նպատակը մերձավոր արևելքում հեգեմոնիկ դիրք ձեռք բերելն է։ Եվ այդ հեգեմոնիկ դիրք ձեռք բերելն էլ ինքնանպատակ չի։ Դա միջոց է, որպեսզի մերձավոր արևելքում որևէ երկիր չկարողանա խոչընդոտել մեծ Իսրայել ստեղծելու ծրագրերին, Պաղեստինյան հարցի ամենաարմատական լուծման ծրագրերին, ինչը մեր աչքի առաջ է հիմա, ինչ որ տեղի ունենում Գազայում 2 տարի, դա նույնպես այդ ծրագրի մասն է։ Իհարկե կարող են ինձ հակադարձել, որ հոկտեմբերի 7-ը պատճառն էր դրա, հոկտեմբերի 7-ը պատճառը չէր, եթե ուզում եք դրա մասին էլ կարող ենք խոսել։ Հոկտեմբերի 7-ը միգուցե առիթներ, արդարացումներ դա անելու։ Պարոն Գրիգորյան, նայեցեք, Իրանին չեզոքացնելու պարագայում հաջորդը արդյոք, այսպես ասենք, Պաղեստինի եւ Գազայի այսպես միահյուսումն է Իսրայել պետությանը, այսպես ասենք։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ դրան է գնում։ Միաձուլումը ավելի ճիշտ ասած։ Մի քիչ հստակ չի իրականում։ Սա շատ հետաքրքիր հարց է։ Այդ հարցը հաճախ տրվում է։ Կներեք, էլի եմ ընդհատում, որովհետեւ Իսրայելի գործողությունները, որ նայում ես, փուլ են տեղի ունենում Հեզբոլլա, Համաս, Սիրիայի տարածքում պրո-իրանական ուժերի այսպես թիրախավորումներ եւ այլն, հաջորդը Իրան կարող է նորից վերադարձ լինել իր մերձ հարևանություն եւ ըստ էության, այսպես ասենք, տարածքների միավորում։ Դրանք զուգահեռաբար տեղի ունեցող գործընթացներ են եղել, այսինքն զուտ Պաղեստինում կամ այդ մեծ Իսրայելի ստեղծման գործընթացին եթե նայեք, 48 թվականի քարտեզը նայեք, հետո նայեք թե հիմա քարտեզն ինչի է վերածվել։ Եվ նայեք նաև Իսրայելի տարբեր վերնախավի հայտարարություններին, նախապատվություններին, ասենք տարիների ընթացքում, ժամանակի ընթացքում նրանք ինչ լուծումներ են պատրաստ եղել ընդունելու եւ ինչ լուծումներն են աստիճանաբար անընդունելի դարձել, աստիճանաբար ավելի արմատական է դարձել Իսրայելի դիրքորոշումը, եթե 48 թվականին կամ 50-ական թվականներին նրանք պատրաստ էին որոշակի կոմպրոմիսի, ինչ որ որոշակի ստատուս քվո ճանաչելու 67 թվականից հետո հատկապես երբ նախ Իսրայելի գերակայությունը նման շատ վառ արտահայտված դրսևորում ունեցավ իր հարևանների նկատմամբ Իսրայելի ռազմական գերակայությունը երկրորդ երբ նրանց իշխանության տակ անցան, փաստորեն նրանց ենթակայության տակ անցան Արևմտյան ափն ու Գազան, ինչպես նաև Գոլանի բարձունքը։ Սինայի թերակղզին էլ այն ժամանակ նրանց վերահսկողության տակ անցավ Եգիպտոսից, բայց 76 թվականին նրանք Եգիպտոսի հետ հարցերը լուծեցին։ Բայց բանը Արևմտյան ափի ու Գազայի հարցը, ինչպես նաև Գոլանի հարցը մնաց չլուծված 67 թվականից հետո 76 թվականի այդ Քեմփ Դեյվիդի բանակցություններից հետո դրանք մնացին չլուծված, Սինայի հարցը լուծվեց, Եգիպտոսի հետ առանձին իրանք բան արեցին։ Բայց աստիճանաբար նրանց դիրքորոշումները ավելի կարծրացել են։ Նաև եթե դուք թերևս շատ լավ գիտեք, որ մինչև 70-ականների կեսերը Իսրայելում իշխանությանին, ասենք, անընդհատ իշխանությունը ձևավորվում էր այդ Labour կուսակցության ներկայացուցիչների կողմից
առաջին անգամ Labour-ը ավելի ձախ, մի քիչ ավելի չափավոր, մի քիչ ավելի չափավորական ավելի քաղաքական ուժ է Իսրայելում, կենտրոնից ձախ քաղաքական ուժն է։ Իսկ 70-ական թվականներից արդեն ավելի հաճախ սկսեցին իշխանության գալ Լիկուդի ներկայացուցիչները, որ ավելի աջ ազգայնական, ավելի կոշտ դիրքորոշումների հակված եւ ավելի բացահայտ այն դիրքորոշումը ուներ Լիկուդը, որ ոչ մի կոմպրոմիս հնարավոր չի, տարածքային կոմպրոմիս, Պաղեստինյան պետության ճանաչում հնարավոր չի, նրանք դա համարում են եւ ստրատեգիական առումով անընդունելի, որովհետեւ Պաղեստինյան պետությունը վտանգ կարող է լինել Իսրայելի համար, բայց նաեւ Լիկուդի եւ աջակողմյան նաեւ բազմաթիվ այդ կրոնական կուսակցությունների քաղաքական ուժերի կողմից դա համարվում է մոտավորապես սրբապղծություն եւ իսկապես նրանց համար բան է դարձել այդ բիբլիական Իսրայելի վերակերտումը այդ տարածքներով, որը շատ ավելի մեծ է իրականում, քան այն ինչ որ հիմա իրենք վերահսկում են։ Այդ թվում ասենք արևմտյան ափն ու Գազան, այսինքն այնտեղ տարածքային հավակնություններ կան նույնիսկ դրանից դուրս։ Բայց առնվազն գոնե այս տարածքներում Պաղեստինյան պետության հարցը, պետություն ճանաչելու հարցը նրանց համար ուղղակի անընդունելի է հիմա Իսրայելում, եթե բան անեք, սոցիոլոգիական հարցումներ անեք, դա նաև որևէ ժողովրդականություն չի վայելում այդ գաղափարը, բայց ինչի սկսեցի ես այս երկար բանախոսակցությունը։ Շատ հաճախ Իսրայելի քննադատները, որոնք թեև քննադատ են, բայց նաև որոշակի համակրանք ունեն Իսրայելի նկատմամբ, նվիրված են այն գաղափարին, որ Իսրայելի պետության անվտանգությունը պետք է ապահովել, պետք է պաշտպանել, Իսրայելը իրավունք ունի գոյություն ունենալու եւ այլն, այսինքն մարդիկ, որոնք այդ տեսակ բաները հարցականի տակ չեն դնում։ Բայց ավելի չափավորական դիրքորոշումների կողմնակից են միշտ այդ հարցն են տալիս։ Լավ, դուք ո՞նց եք պատկերացնում այդ վերջնարդյունքը, վերջնական հանգրվանը այս քաղաքականության։ Մի կողմից Պաղեստինյան պետություն չեք ուզում ճանաչել, մյուս կողմից դուք դեմ եք միացյալ պետության գաղափարին, այսինքն ոչ թե հրեական պետության, այլ Իսրայելը որպես դեմոկրատական պետություն, որտեղ պաղեստինցիները կամ արաբներն ու հրեաները կունենան նույնանման քաղաքացիական իրավունքներ։ Իհարկե այդ պարագայում պատասխանն այն է, որ դեմոգրաֆիան այնպիսին է, որ դա կամ կդառնա արաբական պետություն ի վերջո, կամ ելնելով այն հակասություններից, որ գոյություն ունեն այդ համայնքների միջև, դա չի կարող կայուն քաղաքացիական պատերազմների ու անկայունության աղբյուր կարող լինել։ Լավ, եթե այդ երկուսը չեք անում, պետություն չեք ճանաչում, առանձին պետություն չեք տալիս, միացյալ դեմոկրատական պետության գաղափարին դեմ եք, ինչ է մնում որպես լուծում, ասենք որպես լուծում տրամաբանորեն զուտ, ես դա չեմ ասում որպես պաշտոնական պատասխան կամ նույնիսկ բարոյապես ինչ որ համադրելի լուծում մյուս բաների հետ, մյուս լուծումը բանն է, էթնիկական զտումն է կամ ցեղասպանությունը, այսինքն ուրիշ մաթեմատիկական զուտ տեսանկյունից կամ տրամաբանական տեսանկյունից ուրիշ լուծում գոյություն չունի։ Առաջարկում էր էթնիկ զտման։ Արդեն բանը դրան է հասել, շատ ճիշտ եք նկատում, արդեն բանը դրան է հասել, որ նման լուծումների մասին խոսակցություն, իհարկե խոսքը այդ պարագայում գնում էր միայն Գազայի մասին, ոչ թե արևմտյան ափի, ոչ թե նաև արևմտյան ափի, բայց որևէ մեկը 2 միլիոն բնակ չի վերաբերում, այո, եթե նույնիսկ դա արևմտյան մասին չէր վերաբերում, դա արդեն մի խայտառակ, ինչ ասեմ, դա կոչ էր ռազմական հանցագործության, դա դիրքորոշում էր, որը հավասարազոր էր ռազմական պատերազմի հանցագործության, որովհետև պաղեստինցիները որևէ մտադրություն չունեն այնտեղից գնալու, թե ինչպես ոնց են հանելու այնտեղից պաղեստինցիներին ոչ ոք չգիտի, այսինքն Տրամպի առաջարկի մեջ էլ որևէ մանրամասնություն չկար։ Գիտենք նաև, որ հարևան ոչ մի երկիր պատրաստակամություն չի հայտնել նրանց ընդունելու եւ այլն։ Մի խոսքով, մի մասը, խնդրի մի մասը այն է, որ պատմականորեն նման արմատական քաղաքականության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են եղել եւ խոչընդոտող երկրներ են եղել մերձավոր Արևելքում։ Գնայք, հիմա կարծես թե ճիշտ է այդ պնդումը, որ ըստ էության Իսրայելը ստացել է պատմական լավ հնարավորություն, իդեմս Միացյալ Նահանգների այնպիսի վարչակազմի, որը անվերապահ եւ առանց պահանջների, առանց պայմանների աջակցություն է տալիս Իսրայելին, իդեմս Թրամփի, եւ երկրորդը
Իրանն է իր արտաքին պրոքսիներից ըստ էության կորցրել դրանք կամ կորցնելու եզրին, այսինքն Իրանը բավականին թուլացած է Սիրիայում, երբ որ Իրանը ըստ էության պարտություն կրեց եւ ռեժիմի փոփոխություն տեղի ունեցավ, դրա հետ միասին Համաս, Հեզբոլլահը դրանք ըստ էության ռազմաքաղաքական ղեկավարներ այդ միավորների ոչնչացվեցին եւ Իսրայելը հրաշալի պահ է գտել, հա, իր խնդրին վերջնականապես լուծում տալու եւ արդյոք դա հավանական համարում եք։ Ինչ է կարծում։ Ուրեմն մի քիչ հեռվից սկսեմ։ Ահա։ Միացյալ Նահանգները ընդհանրապես բավականին երկար ժամանակ արդեն շատ էպիզոդիկ ինչ որ դեպքեր են եղել, դիմադրել են որոշ ճնշումների Իսրայելի կողմից։ Իրականում Իրանի պարագայում ավելի լուրջ դիմադրություն է եղել Միացյալ Նահանգների կողմից, Իրանի դեմ հարձակման սցենարին։ Այո, բայց ճնշումները շատ հաճախ պսակվել են հաջողությամբ այլ երկրների պարագայում, մասնավորապես Իրաքյան պատերազմը, որ ժամանակին ասենք միայն որոշ մարդիկ էին դա կապում Իսրայելի ճնշման հետ, բայց աստիճանաբար ասենք տարիների ընթացքում ի հայտ եկած փաստերը, ի հայտ եկած փաստաթղթերը, վկայությունները, մեմուարները եւ այլն ավելի հստակ են դարձրել այն, որ 90-ական թվականներից երբ այդ աչակողմյան այդ Լիկուդի աջակից նաև Միացյալ Նահանգներում այդ նեոկոնսերվատիվ դաշտի որոշ գործիչներ, երբ նրանք դեմ դուրս եկան ռաբինի քաղաքականությանը, այդ խոսքը Օսլոյի գործընթացի մասին, եւ նրանք մի շատ կարևոր բան գրեցին, զեկույց գրեցին, որը կոչվում էր Clean Break անգլերեն, New Strategy for the Realm, կարծեմ ենթավերնագիրն էր, որում նրանք կոչ էին անում, որ պետք է հրաժարվել այդ ինչ որ պաղեստինյան պետության կամ պաղեստինյան ինչ որ պետական միավոր, նույնիսկ եթե դա ամբողջական սուվերենություն չի ունենալու, այդ տեսակ բաներից ընդհանրապես պետք է հրաժարվել եւ պետք է գնալ նոր ճանապարհով եւ այդ նոր ճանապարհով գնալու համար պետք է բոլոր խոչընդոտները արանքից հանել։ Իրաքը խոչընդոտ էր, Իրաքը մեծ խոչընդոտ էր։ Սադամի Իրաքը բավականին լուրջ երկիր էր եւ բավականին լուրջ աջակից էր Պաղեստինյան դատին, Սիրիան լուրջ խոչընդոտ էր, Լիբանանը պարբերաբար խոչընդոտ է եղել, Հեզբոլլահը խոչընդոտ է եղել, հերթով նրանք այդ խոչընդոտները շարքից հանել են եւ բավականին երկար ժամանակ արդեն Իրանը ամենաբանն էր, այսպես ասած ամենացանկալի թիրախն էր, ամենակարևոր թիրախն էր եւ Միացյալ Նահանգներին անընդհատ Իսրայելը փորձել է բան անել, նաեւ ներքաշել այդ պատերազմի մեջ, այսինքն նույն Իրաքի մոդելով ինչ որ գործողություն իրականացնելու։ Կնայեք, բայց Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը, հարված հասցնելը դա շատ անսպասելի էր, էլի ռազմական օբյեկտներին հասցնել եւ դա ընկալելի էր, բայց միջուկային օբյեկտներին հարվածելը դա պես անհավանական բան էր թվում։ Դե իրականում նրանց հիմնական թիրախը հենց այդ միջուկային ինֆրաստրուկտուրան է, հա։ Շատ կարևոր հարցի եք դուք անդրադառնում, այսինքն ինչ տեղի կունենար, եթե հաջողությամբ պսակվեր ու ասենք ինչ աստիճանի միջուկային կատաստրոֆա կլիներ, եթե այդ օբյեկտները լրիվ բան լինեին, շարքից դուրս գային, ասենք մենք կունենայինք արդյոք մենք Չեռնոբիլի պես մի իրադրություն, թե ոչ, բայց այս կամ այն կերպ նրանք շատ վճռական են տրամադրված այդ ենթակառուցվածքը ոչնչացնելու առումով։ Հիմա մի քանի արդեն մի 2 տասնամյակ այդ ճնշումը եղել է Իրանի դեմ գործողություն իրականացնելու, նրանք իհարկե միշտ նախընտրել են, որ դա տեղի ունենա Միացյալ Նահանգների հետ համատեղ, կամ նույնիսկ Միացյալ Նահանգները դա անի առանց Իսրայելի ակնհայտ մասնակցության։ Միացյալ Նահանգները դիմադրել են դրան, հատկապես ասենք Իրաքի պատերազմի փորձից հետո, երբ այդ պատերազմը այնքան հարթ չգնաց, որքան ամերիկացիք պատկերացնում էին, շատ թանկ նստեց այդ պատերազմը Միացյալ Նահանգների վրա եւ քաղաքականապես եւ ֆինանսական եւ ռազմական առումով։ Իսկ Իրանը շատ ավելի լուրջ հակառակորդ էր եւ ես գիտեմ, որ Միացյալ Նահանգների ռազմական վերնախավում միշտ դիմադրություն է եղել նման գործողություն իրականացնելու, միշտ պնդել են, որ օդից հարվածներով այդ հարցը չի լուծվի, իսկ եթե պիտի այդ հարցը լուծվի, այսինքն երկրի օկուպացիան է միակ ճանապարհը, այդ ռեժիմի փոփոխությունը եւ այլն, իսկ դա շատ
անցանկալի հեռանկար էր Միացյալ Նահանգների ռազմական վերնախավի համար եւ այդտեղից է եկել այդ դիմադրությունը։ Հիմա փորձեցին այս տեսակ ինչ որ բան անել, հարց է առաջանում, լավ, ինչը փոխվեց այս պարագայում։ Փոխվեց այն, որ Իրանը փաստորեն շատ մոտեցել էր 20 տարի սրա մասին խոսում են, որ Իրանը 2 շաբաթ է հեռու միջուկային պետություն դառնալուց, սովորաբար դա եղել է կեղծիք։ Հիմա էլ Իրանը միջուկային պետություն չի, այսինքն ռազմականացված միջուկային ծրագիր Իրանը չունի այսօր էլ։ Այսինքն դրա մասին Թուլսի Գաբարդը իրենց հետախուզական ծառայությունների ընդհանուր մի բան կա, այդ պաշտոն կա, որ բոլոր հետախուզական ծառայությունների ընդհանուր ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում Թուլսի Գաբարդը, վերջերս հայտարարեց, որ Իրանը չունի միջուկային ռազմական միջուկային ծրագիր չունի ըստ ամերիկյան տեղեկությունների, բայց մի բան այնուամենայնիվ փոխվել է, Իրանը արդեն կարողություն ունի 60%-ից ավել ուրեմն ուրանի հարստացման, ինչպես նաև Իրանի հրթիռային կարողությունները, ասենք այդ գերձայնային հրթիռները, նաև այդ մարտագլխիկների որակը, ասենք էլեկտրոնիկան կամ այդ քեյսինգ են ասում, այդ մաշկը, այսպես ասած, որը կներեք, այս բաները ես անգլերեն գիտեմ, անընդհատ այդ տերմինները անգլերեն են գալիս գլուխս, այդ re-entry ժամանակ, այսինքն բան, երբ որ մտնում է այդ անկման, այդ տրայեկտորիայի ժամանակ, երբ որ արդեն մտնում է մարտագլխիկը մթնոլորտի այդ խիտ հատվածը, այնտեղ գիտեք ինչ ջերմության մասին է խոսքը եւ դա շատ լուրջ տեխնոլոգիական բան է պահանջում, կարողություններ է պահանջում, որ այդ պարագայում այդ մարտագլխիկը չհալվի փաստորեն։ Նրանք այդ բոլոր բաները ունեն արդեն եւ էլեկտրոնիկան եւ մինիատյուրիզացիայի այդ կարողությունը եւ այդ մետալուրգիական այդ բաները ունեն, այդ կարողությունները ունեն, այսինքն շատ քիչ է մնացել, որ Իրանը այդ կարողությունը ունենա։ Նույնիսկ այդ հարցում բավականին իրենց սխալ պահեցին։ Ես կփորձեմ բացատրել, թե ինչու իմ կարծիքով իրենք այդ սխալն արեցին։ Նրանք սկսեցին փաստորեն հայտարարել, որ իրենք բան են դառնում։ Դրան ասում են սահմանային երկիր, threshold state, այսինքն մի երկիր, որը միջուկային տեխնոլոգիաների առումով ամեն ինչ ունի, որպեսզի կարողանա դա զենքի վերածել շատ կարճ ընթացքում, բայց դեռ զենքի չի վերածել։ Օրինակ սահմանային երկրներ են նաև Գերմանիան ու Ճապոնիան։ Եթե Գերմանիան ու Ճապոնիան որոշեն միջուկային երկիր դառնալ, 2 ամսվա պատմություն է։ Այսինքն նրանք կարող են միջուկային արսենալ ստեղծել 2 ամսվա ընթացքում։ Եվ դա էր այն գլխավոր պատճառը, որ Միացյալ Նահանգները Իսրայելի ըստ էության չբավարարվեցին մինչև օրս իրանական պաշտոնյաների տված այն երաշխիքներից, որ մենք քաղաքացիական ատոմ ենք միայն զարգացնում, զենքի ցանկություն չունենք։ Հիմա ասեմ ես ինչ եմ մտածում այդ կապակցությամբ։ Իմ կարծիքով Իրանը պատրաստ էր այդ հարցում զիջումների գնալու, ասենք Իրանի ուրանի հարստացման մակարդակը իջեցնելու կամ դա պատվիրակելու ինչ որ ուրիշ երկրի։ Ռուսաստանում կարող էր դա անել, հա, եւ իրենց քաղաքացիական ուրեմն միջուկային ծրագրի բոլոր պահանջները բավարարելու համար իրենք կստանային բավարար վառելիք դրա համար։ Քիչ հարստացված եւ այսինքն այդ խնդիրը չէր ծագի միջուկային մարտագլխիկի համար անհրաժեշտ վառելիքը իրենք չէին ունենա։ Ինչու արեցին, այսինքն եթե իրենք պատրաստ էին այդ զիջմանը գնալու, եթե բանակցություններում անընդհատ իրենք հայտարարեն, որ պատրաստ են իրենք, չգիտեմ, 3.քանի% հարստացման այդ մակարդակին են պատրաստ, ինչն էր պատճառը, որ իրենք այդքան առաջ էին գնացել ու ասենք արդեն 60% հարստացման մասին էր գնում խոսքը։ Ինձ թվում է դա մի տեսակ բան էր, երևի Իրանի կողմից դա ճնշում բանեցնելու գործիք էր։ Այսինքն եթե դուք համաձայնության չգաք, մենք կշարունակենք այս process-ը, մենք ավելի ու ավելի կմոտենանք։ Զենք կարտադրենք, ավելի կմոտենանք այդ սահմանագծին, ձեր գնդակը ձեր դաշտում է, այսպես ասած, եթե ուզում եք համաձայնության գալ, շուտ արեք, այդ համաձայնության կգանք։ Եթե չէ, մենք մեր ձեռքերը ոչինչ չի կապում եւ դա ինչ որ ճնշում դնելու ձև էր։ Բայց երբեմն այդ տեսակ քաղաքականությունը կարող է երկու տարբեր հետևանք ունենալ։ Կարող է շանտաժը աշխատել, բայց կարող է դա նաև պրովոկացիա լինել հակառակորդի համար, որը կարող է փաստորեն կանխարգելիչ ուրեմն գործողություն ձեռնարկել։ Այս դեպքում տեղի ունեցավ հենց դա, բայց ես նորից եմ ասում, սա միայն
դրա մասին չի։ Ես շատ հեռու եմ այն կարծիքից, որ սա զուտ անվտանգության հետ կապված եւ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարված էր Իսրայելի կողմից։ Սա նաև, այսինքն եթե իսկապես Իրանի միջուկային ծրագիրը լիներ իրենց անհանգստությունը, Իրանը պատրաստ էր սահմանափակելու, Իրանը պատրաստ էր այդ միջուկային ծրագիրը միջազգային վերահսկողության տակ դնելու եւ շատ թափանցիկ ձևով դա կառավարելու, որը կբավարարեր Իսրայելի բոլոր անվտանգության առումով Իսրայելի բոլոր պահանջները։ Հետևաբար ես չեմ կարծում, որ խնդիրը հենց դա էր, որ ուրիշ տարբերակ չկար Իրանի միջուկային ծրագիրը ավելի բանդարձնելու, վերահսկելի դարձնելու եւ այլն, ավելի դա զուգակցված էր այն մոտիվների հետ, ինչի մասին ես քիչ առաջ խոսեցի, Իրանի ժանիքները հանելու, Իրանին որպես երկիր, որը ամենամեծ աջակիցն է պաղեստինյան դատի այսօր, որը ամենամեծ աջակիցն ու դաշնակիցն է այդ ինչ են ասում, axis of resistance են ասում, այդ դիմադրության առանցքի ամենամեծ փաստորեն կենտրոնն է, որի մեջ մտնում է Համասը, Հութիները, Հեզբոլլահը, ժամանակին Սիրիան էր, բայց հիմա Սիրիան չկա, եւ Իրանին այդպիսով շարքից հանելը, Իրանում նաեւ ռեժիմի փոփոխության հասնելը կարևորագույն նպատակն էր։ Սա ուղղակի այդ հարստացման մակարդակը այդ ավելի հերատապ դարձրեց եւ եթե մյուս պարագայում նրանք կարող են մի քիչ սպասել, այս պարագայում որոշեցին, որ այլևս սպասել չի կարելի։ Իմ կարծիքով տեղի ունեցածը դա էր։ Պարոն Գրիգորյան, մենք ըստ էության տեսնում ենք, որ աշխարհում, հատկապես այս շրջանում, պատերազմով հարցեր լուծելու մեթոդիկան գալիս է առաջին պլան եւ կանխարգելիչ որևէ գործիքակազմ գոյություն չունի։ ՄԱԿ-ի բանաձևեր, միջազգային կազմակերպություններ, դատապարտումներ, կոչեր, հորդորներ, ոչ մի բան ըստ էության չի գործում, հա։ Գազայում նույն տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել, Նեթանյահուն հետապնդվում է միջազգային քրեական դատարանի կողմից, բայց միայն այդքանը եւ նա սկսում է Իրանի դեմ այս գործողությունները։ Նույնը Ռուսաստան Ուկրաինա պատերազմի մասին է, որը 4-րդ տարին է արդեն մտել հա ընթացքի մեջ եւ այս պայդրությամբ կարող ենք ֆիքսել, որ նաեւ ձախողված է Թրամփի ջանքերը այդ պատերազմը կանգնեցնելու եւ չգիտեմ ինչ հրաշագործություն տեղի կունենա, եթե այդ պատերազմը կանգնի, որովհետեւ այնտեղ կողմերի տեսակետները այնքան տարբեր են, որ խաղաղ դիվանագիտության տեղ ուղակի չի երևում, հա, հաշվի առնելով, ասենք Ռուսաստանի պահանջները ազատել նաև այն տարածքներ, որ ինքը չի վերցրել, բանակը սահմանափակել, թե զինվածություն եւ այլն, ինչը Ուկրաինայի համար անընդունելի է։ Ուզում եմ այս մեթոդիկան բերենք Հայաստան, ինչ դաս է սա մեզ համար եւ եկեք Ադրբեջանի հետ շփման տիրույթում խոսենք։ Արդյոք Հայաստանյան ղեկավարությունը, Հայաստանի քաղաքական ուժերը եւ քաղաքացիները խաբեության մեջ են այս խաղաղության համաձայնագրի թեմայով, որ հնարավոր է կնքել համաձայնագիրը եւ ստանալ խաղաղություն, թե միևնույնն է մենք ինչ որ մի փուլում վերադառնալու ենք այս պատերազմական մեթոդիկային, որը ինչպես նշեցինք աշխարհում շատ տարածված մեթոդ է դարձել, թե չարժի Հայաստան-Ադրբեջան տիրույթում այդքան սև նայել ամեն ինչ, որովհետեւ 17 կետ համաձայնեցված է ողբերգական սցենարով, բայց Լեռնային Ղարաբաղը, այսպես ասենք, Ադրբեջանի վերահսկողության տակ է, որը նրանք գլխավոր այսպես կոնֆլիկտացին բանն էին համարում, հա։ Ապա շրջափակում է կարող է լինի, կարող է, չէ, սահմանազատում լավ թե վատ գնում է եւ կարող է գնալ, ինչ է դուք տեսնում։ Ուրեմն այս թեմաների մասին մենք սովորություն ունենք խոսելու շատ մասնավորեցված տեսքով։ Եվ երբ որ մասնավորեցված խոսակցություն է գնում, մենք անընդհատ կորչում ենք այդ ծառերի մեջ ու անտառը չենք տեսնում։ Մենք չենք ուզում հասկանալ, որ այն ինչ որ մեզ հետ տեղի է ունենում, այն ինչ որ մեր շուրջը տեղի է ունենում, այն ինչ որ մեր հարաբերություններում է տեղի ունենում մեր հարևանների հետ, դրանք որոշ ընդհանուր process-ների կամ ընդհանուր տեսությունների դրսևորումներ են։ Այսինքն դրանց մասին խոսակցությունները պետք է տեղի ունենան ընդհանուր տեսությունների գլոբալ տեղաշարժերի մեջ։ Գլոբալ տեղաշարժերն էլ պետք է հաշվի առնենք։ Այո, անպայման դրանք էլ պետք է հաշվի առնենք, բայց նաև այդ խոսակցությունները պետք է
պետք է մենք հասկանանք, որ գործ ունենք, երբ որ տարաձայնություն է լինում ինչ որ մարդկանց միջև, դրանք ոչ թե տարաձայնություն են հենց այդ դետալների շուրջ, այլ եթե նույնիսկ այդ մարդիկ չեն հասկանում, նրանց տարաձայնությունները շատ հիմնական են, շատ տեսական են, շատ абստրակտ տեսություններ կան մարդկանց գլխում, սովորաբար իհարկե շատերը բան են անում, խորշում են կամ խուսափում են բան անել այդ абստրակտ տեսական բաների մասին խոսել։ Հիմա ինչ նկատի ունեմ ես սա ասելով։ Եթե մարդիկ հավատում են, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կարող է լուծվել եւ կայուն խաղաղություն կարող է հաստատվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, եթե այդ խաղաղության պայմանագիրը կնքվի, ասենք այդ մարդիկ թերևս բաներն են, հետևորդներն են այն տեսության, որ միջազգային հարաբերություններում շատ կարևոր դեր է խաղում այդ միջազգային ինստիտուտները, պայմանագրերը, միջազգային օրենքը, միջազգային իրավունքը, չէ՞, որովհետեւ պայմանագիրը միջազգային իրավունքի կոնտեքստի ինչ որ խնդիր է, միջազգային ինստիտուտների կոնտեքստի խնդիր է, իսկ մարդիկ, որոնք դրան մի քիչ թերահավատորեն են վերաբերում, ավելի թերահավատորեն են վերաբերում, նրանք ավելի շատ շեշտը դնում են ուժերի հարաբերակցության վրա, պետությունների սեփական անվտանգության կամ սեփական ուժի ավելացման, սեփական շահերը ավելի, ինչ ասեմ, ընդլայնված տեսքով պատկերացնելու այդ տեսակ բաների վրա։ Այսինքն մի կողմից մենք ունենք ռեալիստ կոչված այդ ռեալիստների տեսության բանը, դրանից բխող տեսակետ, մյուս կողմից մենք ունենք այդ ինստիտուցիոնալիստների կամ ավելի լիբերալ բան, հա։ Երբեմն երևի կարիք կա, որ այս տեսությունների մասին էլ առանձին абստրակտ խոսակցություն լինի, որ մարդիկ այդքան այդ դետալների մասին կրիչան։ Հիմա ես ինքս ավելի բան եմ, ավելի համակրանքով եմ վերաբերվում ռեալիստական ուսմունքին եւ կարծում եմ, որ եթե երկու երկրների միջև գոյություն ունեն տարաձայնություններ, եթե երկու երկրների միջև գոյություն ունի, նույնիսկ միջև տարաձայնություններ, եթե երկու երկրների միջև գոյություն ունի ուժերի դիսբալանս, ուժերի ասիմետրիա, դա կարող է շատ հաճախ գայթակղության առարկա դառնալ։ Ռազմական ագրեսիայի առարկա դառնալ։ Սովորաբար այդ ռեալիստները հենց դրա մասին են խոսում, որտեղ ուժի վակուում կա, ինչ որ գայթակղություններ կարող են առաջանալ, ավելի ուժեղ կողմը կարող է ճնշում դնել ավելի թույլ կողմի վրա, նրանից ինչ որ զիջումներ կորզել, նրանից տարածքներ վերցնել, նրանց ինչ որ իրենց սուվերենությանը ենթարկել եւ այլն եւ այլն։ Եվ դրան խոչընդոտելու եղանակները երկուսն են, կամ պետք է ներքին ռեսուրսները մոբիլիզացնել, այդ բանի, այսինքն այդ կոմպրոմիսը, թե ինչքան է ծախսում, այսպես ասած, կարագի վրա, ինչքան է ծախսում փամփուշտի վրա, պետք է բան արվի, տեղափոխվի դեպի փամփուշտ, այսպես ասած, պետք է բան ավելի շատ ուրեմն փամփուշտի վրա կենտրոնանաս, քան թե կարագի վրա կենտրոնանաս, այդ էլ բան է, այդ էլ ամերիկյան միջազգային գիտական ժարգոնից եմ թարգմանում, կարող է մի քիչ տարօրինակ հնչի դա։ Բայց կոնտեքստում երևի հաց կա, էլի, հացի ու փամփուշտի միջև ընտրություն է գուցե, հա, guns and butter են ասում անգլերեն, հա, բանի զենքի, այսինքն հրացանի ու կարագի միջև ընտրություն։ Հիմա, բայց կարող է նույնիսկ եթե բալանսը փոխես, դա էլ կարող է բավարար չլինել, եթե դու շատ թույլ ես, քիչ ռեսուրսներ ունես եւ այլն, այդ դեպքում կարիք է լինում դաշնակիցների։ Այդ դեպքում քո անվտանգությունը երաշխավորում են դաշնակիցները կամ որ մոտավորապես նույն բանը, ինչ որ անվտանգության համակարգը։ Այնինչ ինձ անհանգստացնում է Հայաստանում այս խոսակցությունների մեջ, դա այն է, որ մենք որոշել ենք, որ մենք կարող ենք սեպարատ ինչ որ այդ տեսակ բանի գնալ մի երկրի հետ, որի պայմանավորվածության գնալ մի երկրի հետ, որի նաև հիմնական դաշնակցի հետ մեր ուժերը համեմատելի չեն։ Թուրքիայի մասին է խոսքը։ Այսինքն մենք եթե Ադրբեջանի հետ ինչ-որ խաղաղություն ենք կնքում, Ադրբեջանի մեծ դաշնակիցն է Թուրքիան ու առանց որևէ ուրիշ երկրի մասնակցության, միջնորդության, երաշխիքի եւ դա տեղի ունենում նաեւ այն կոնտեքստում Հայաստանում, որ արդեն քանի տարի խոսակցություն է գնում մեր եղած անվտանգության բանից դուրս գալու անվտանգության համակարգից։ Հիմա ես կարող եմ ինձ ասել այդ անվտանգության համակարգը մեր պահանջները չի բավարարել եւ այլն, մենք դժգոհ ենք այդ անվտանգության համակարգից, եթե ես նույնիսկ համաձայնեմ այդ տեսակետի հետ,
մենք չենք կարող դրան նայել որպես բավարարչի ուրեմն ընդհանրապես դուրս են գալի որևէ անվտանգության համակարգի մեջ, մենք չենք ուզում լինել։ Կամ դրա համար ալտերնատիվ պիտի լինի, որը գոյություն չունի այսօր։ Հիմա խոսքը դրա մասին է։ Իսկ ինչ վերաբերում է 17 կետին, այստեղ ոչ միայն ասիմետրիայի հարց կա, նաև Ադրբեջանի շատ հստակ արտահայտված ոչ այնքան բարի մտադրությունների մասին բանը, այդ խնդրումը նաև նրանց մտադրություններն են, որոնք նրանք շատ հստակորեն են արտահայտում, արդեն որերորդ անգամ։ 17 այդ կետերի մեջ չի մտնում, ասենք Սյունիքի Միջանցքի հարցը, դրանից զատ նրանք սկսել արդեն վաղուց նախագահի, երկրի նախագահի մակարդակով խոսում են արևմտյան Ադրբեջան այնտեղից արտագաղթած ադրբեջանցիներին կամ արտաքսված ադրբեջանցիներին վերադարձնելու մասին, Հայաստանը սահմանադրությունը պիտի փոխի, Հայաստանում դենացիֆիկացիա պիտի տեղի ունենա, Հայաստանում սիմվոլները պիտի փոխվեն, հայ առաքելական եկեղեցին պետք է բանարվի, ինչ որ ոչ ռևանշիստական վերնախավ ունենա ոչ ռևանշիստական վերնախավ ունենա եւ այլն։ Նույնիսկ վերջերս մի շատ հետաքրքիր տեքստ էին գրել ինչ որ տելեգրամյան ալիքում, որը ենթարկվում է, ինչպես ինձ ասացին բանին, Հիկմետ Հաջիևին, որ մեզ պետք չի խաղաղություն հաստատել։ Եթե նույնիսկ այդ պայմանագիրը արդեն բանակցվել է, նրանք չեն ստորագրելու, նրանք ձգձգելու են։ Այդ տեքստում գրված էր, որ սահմանադրությունը փոխեն, այդ ադրբեջանցիների վերադարձնենք պահանջելու, եթե դա ընդունեն, բանն ենք պահանջելու, դենացիֆիկացիա ենք պահանջելու, դա ընդունեն, պահանջելու են, որ Նժդեի արձանը հանեն, Նժդեի արձանը հանեն, պահանջելու են, որ Ալիևի արձանը դեն։ Տեսակ ինչ որ ամբարտավան որ տեքստ էր, բայց այդ ամբարտավանությունը մի կողմ, սկզբունքը կարևոր էր, այդ տեքստի ուղերձը կարևոր էր ինձ համար, որ նրանք հենց այդպես էլ մտածում են։ Ու սա խնդիրը բանը չի, Ադրբեջանը չի բոլորովին։ Խնդիրը իսկապես դրան պետք է նայել տեսական այդ պրիզմայով, որ ուժերի հարաբերակցության նման ճեղքերը շատ հաճախ վտանգավոր են միջազգային հարաբերությունները եւ առաջացնում են որոշակի գայթակղություններ, առավել եւս որ մենք Ադրբեջանի հետ տեսակ պատմություն ունենք, տեսակ դեռ չսպիացած վերքեր կան եւ մեզ մոտ եւ նրանց մոտ եւ նրանք ասենք բան ունեն բավականին հստակ արտահայտված այդ տրամադրություններն ունեն որ հայերին այլևս թույլ չեն տալու ոտքի կանգնել հայերին այլևս թույլ չեն տալու այն վիճակում լինել որ նրանք մի երկրորդ Ղարաբաղյան խնդրեմ սարքեն իրենց գլխին հիմա այդ պայմաններում ես կարծում եմ որ մտածել որ որևէ կայուն խաղաղություն կարող է լինել Ադրբեջանի հետ առանց միջնորդների, առանց երրորդ կողմերի, առանց անվտանգության որոշակի համակարգի երաշխիքների, ես կարծում եմ դրա համար բավականին մեծ երևակայություն է պետք կամ շատ լուրջ հավատ այդ լիբերալ տեսության նկատմամբ, այդ միջազգային իրավունքի, այդ պայմանագրերի եւ միջազգային օրենքի նկատմամբ, որը ես չունեմ։ Պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արման Գրիգորյանին։